Պարոն Գալստյան, նախ արդեն ունենք նախանշված ցուցակները, հստակեցված են ցուցակները, անուններն են արդեն պարզ եւ դուք էլ նշում եք, որ ընտրությունների մասնակցության համար քննարկումներ եք ունենում, կխնդրեմ հիմա ներկայացնեք, ինչ որոշում եք կայացրել, ինչ իրավիճակ է։ Հանրային ձայնը պատրաստվում էր մասնակցել ընտրություններին, սակայն ինչպես գիտեք, նախորդ անգամ նույնպես ասել եմ, հանրային ձայն կուսակցության բոլոր փաստաթղթերը, կնիքը, կանոնադրությունը եւ այլն գտնվում է քննչական կոմիտեում, կուսակցության գրասենյակը արդեն 3 տարի է կապարակնքված է։ Մեր բոլոր դիմումներին դատարական 3 հատ գործով նույնպես բողոք ենք տարել, այդպես էլ ոչ փաստաթղթերը տվեցին, ոչ կնիքները տվեցին, ոչ կանոնադրությունը։ Ասեմ նաեւ ավելին, նույնիսկ համագումար, արտահերթ համագումար անելու համար դիմեցինք ազդարար կետայեմին, ազդարար կետայեմը նույնպես մերժեց մեր հրապարակումը բանալելու, դրա համար հանրային ձայնը տեխնիկապես անհնար եղավ, որ ընտրություններին մասնակցի։ Եվ ինչ որոշումներ կսատարեք։ Ամենայն հաջողությամբ հավանականությամբ սատարելու ենք ընդդիմադիր թեկնածուներին, մոտորես կհայտարարենք։ Պարոն Գալստյան, ձեր կուսակցությունը, եթե չեմ սխալվում, 40,000 դրամով տուգանվել էր, ինչի համար։ Ուրեմն ասեմ ձեզ, ես 3 այդ հայտարարությունից եմ իմացել, վարչական վարույթի մասին ընդհանրապես տեղյակ չենք եղել, մենք այդ ակտը դուպես կբողոքարկենք դատարան, որտեղ այդ նույն ժամանակ, օրինակ իբր թե մանեն եկել, փորձել են ինձ ծանոթացնել, չեն գտել, մենք հակակառավարության կոմիտեի հետ դատվելուց ենք եղել նույն վարչական դատարանում, եւ այդ իրանց հարուցված իբր թե վարչական վարույթի ընթացքում 4-5 անգամ եղել ենք նույն դատական նիստի ժամանակ։ Ինչ վերաբերում է հայտարարագիրը ուշ տալուն, ուրեմն ունենք մենք փաստական տվյալներ, SMS-ներ եւ գրագրություն հակակառավարության կոմիտեի հետ, որ ուղիղ ամիս ու կես մենք իրանցից հասանելիությունն ենք ուզել, մեզ չեն տրամադրել։ Եվ տեղյակ ենք, որ նոր մասնագիտություն եք սովորում, ուզում եք փոխել աշխատանքը, այլ ոլորտ եք ուզում տեղափոխվել։ Որ մասնագիտության մասին է խոսքը։ Հիմա որ փաստաբանների պալատին սովորում եք։ Ուրեմն հարգելիս, ես դες ցենց ասեմ, այն որ ես ունեմ փաստաբանական գրասենյակ 14 թվականից, դա նոր մասնագիտություն չի, ես իրավապաշտպան գործունեությունով զբաղվում եմ արդեն մոտորապես 20 տարի, ընդհանրապես չունեի արտոնագիր, վերցնում եմ արտոնագիր, դա մասնագիտության փոփոխություն չի, ես ոնց իրավաբան եղել եմ, այդպես էլ մնացել։ Շատ լավ, շնորհակալություն։